Եթե գիտակցականով դուք երկու թվանշանի ներքո եք, հա, ծնվել եք 11-ին, մեկին գումարում ենք 1 անում է 2, կամ ծնվել եք հենց 2-ին, կամ 20-ին, հա, երկու թվանշանն է ձերը, չմոռանանք, որ երկու թվանշանները նաև պարտնյորի հետ հարաբերություններում, բացի դրական ձեր բնավորությունը, ենթագիտակցականը եւ այլը, հոգի մատրիցայով սիրելիի հետ հարաբերություններում, դուք նաև կարող եք լինել մանիպուլյատոր։ Եվ խոսքի օրինակ, ձեր պարտնյորը 9 թվանշանի ներքո է, այսինքն ծնվել է մաքուր 9, 18, մեկին գումարում ենք 8, անում է 9 եւ 27 թվանշանի ներքո, անում է էլի 9։ Ձեր հարաբերություններում, եթե ձեր պարտնյորի գիտակցականը 9 թվանշանն է, ձերը 2-ը, հարաբերություններում մի հետաքրքիր բան կարող եմ ձեզ ասել, որպեսզի ուշադիր լինեք։ Այսպես, երկու թվանշանը պետք է չօգտագործի 9 թվանշանի բարիությունը եւ հատուկ ինչ-որ նպատակների հասնելու համար։ Ինչու՞, որովհետեւ 9 թվանշանը կարող է ձեզ սիրել, որովհետեւ 9 թվանշանը բավականին կրքոտ Մարսն է, էներգիան է, եւ եթե նա դա ձեզ մոտ նկատի, նա կարող է փլուզի, ավարտի ձեր հետ հարաբերությունները։ Դուք պետք է սա հաշվի առնեք, որովհետեւ այդպիսի տղամարդիկ կապ չունի կին է ինքը թե տղամարդ է։ Եթե դուք ցանկանում եք, հա, ձեր պարտնյորի ենթագիտակցականը ում 9-ն է, նույնը հարաբերություններում, եթե ձեր թվանշանը 2-ն է, նրա թվանշանը 3-ը, այստեղ դուք պետք է գնաք կոմպրոմիսի, հասկանալով, սիրելով եւ առանց մանիպուլյացիայի։ Միայն այդ դեպքում իրար ծառայելով ձեր կապը կարող է լինել բավականին էֆեկտիվ, կարող է լինել բավականին կրքոտ եւ երկար հարաբերություններ, որը կարող է տանել երջանկության, բայց առանց նորից եմ կրկնում մանիպուլյացիայի։ Եթե դուք ունեք այդպիսի պարտնյոր եւ ձեր հարաբերություններում այն ինչ ես քիչ առաջ ասեցի, կամ եթե լավ է ձեզ մոտ, եթե կա ձեր հարաբերություններում, որ մեկի թվանշանը 2-ն է, մյուսը 9, սա հաշվի առեք, ձեզ պետք կգա ճիշտ դասավորեք ձեր հարաբերությունները, ծառայեք իրար, սիրեք իրար, այդ դեպքում 9 թվանշանը ձեզ ճիշտ կծառայի, իսկ եթե ոչ, նա կարող է ավարտել իր հարաբերությունները ձեզ հետ, որովհետև նրանք չեն սիրում, որ շատ ուժեղ զգում են նրանք այդ ամեն ինչը։